Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մետադարաշրջան հանրային կյանքի թվային բլոկչեյն տրանսֆորմացիա հաղորդաշարը։ Նախորդ հաղորդման ընթացքում մենք բացահայտեցինք փողի առեղծվածն ու էվոլյուցիան։ Տեսանք, թե ինչպես է փողը քարե գրանցամատյանից վերափոխվել ֆիատարժույթի։ Փողի պատմությունը միշտ եղել է համաձայնության կոնսենսուսի պատմություն։ Քարե գրանցամատյաններից մինչև անաչառ գրանցամատյան բլոկչեյն։ Այն մշտապես զարգացել է որպես տեխնոլոգիա, հարմարվելով հասարակության կարիքներին։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է բիտքոյնի տեխնոլոգիական ճարտարապետությանը։ Բիտքոյնը օժտված է բացառիկ տնտեսական ալգորիթմով։ Այն ունի կոդով սահմանափակ թողարկման ծավալ 21 միլիոն միավոր, որը կլրանա 2140 թվականին։ Շուկան նոր բիտքոյնների ցեղեղելու համար հալվինգ է օգտագործում յուրաքանչյուր 4 տարին մեկ, նոր բլոկ ստեղծելու համար մայներների պարգևատրումը կրճատվում է կիսով չափ, ստեղծելով արհեստական դեֆիցիտ։ Հալվինգի ցիկլերի պատկերը կտեսնեք աղյուսակում։ Առաջի հալվինգը 2012 թվականն էր, պարգևը 50 բիտքոյնից նվազեց մինչև 25 բիտքոյն։ Հետևանքով 1 բիտքոյնի արժեքը աճեց 4 անգամ։ Վերջին հալվինգը 2024-ին էր, բլոկի պարգևատրումը նվազեց 3.1 բիտքոյն, իսկ գինը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին հասավ պատմական 126.1 դոլարի։ Բայց այս աճը նաև պայմանավորված էր կարգավորողի արժեթղթերի հանձնաժողովի կողմից սփոթ բիտքոյնի ETF-ների թույլտվությունը և ինստիտուցիոնալ կապիտալ ներհոսքը։ Այսպիսով, հալվինգը բիտքոյնը դարձնում է գնային կառավարելի՝ առաջարկի կրճատումով և պահանջարկի աճով։ Տեխնոլոգիական ճարտարապետության առումով հարկ է նշել 6 հիմնարար լուծումների մասին, որոնք բիտքոյնը դարձրին անխոցելի, անդրդվելի և անկախ։ Եվ այսպես. Ինչ է թաքնված բիտքոյնի հեղափոխական սաղավարտի տակ։ Առաջինը՝ ապակենտրոնացված մեsh ցանցը, միահավասարների P2P հանգույցից հանգույց գործարքներով, առանց կենտրոնական սերվերի։ Մասնակիցները, համակարգիչները կամ նոդերը անմիջապես կապված են միմյար և իրավասար են։ Յուրաքանչյուր նոդ պահպանում է յուրաքանչյուր գործարքի պատճենը։ Բիտքոյնը անհնար է անջատել կամ արգելել։ Համակարգը կործանելու համար պետք է միաժամանակ անջատել աշխարհի բոլոր համակարգիչները և անջատել համացանցը։ Երկրորդ, որպես վճարամիջոց, բիտքոյնը աշխատում է չծախսված գործարքների մնացորդի սկզբունքով, 7 սկզբունքով, ի տարբերություն ավանդական բանկերի, որտեղ անձը ունի հաշվեկշիռ, բիտքոյնում անձի թվային քսակում չկա ընդհանուր հաշվեկշիռ։ Այստեղ պահվում են նախկինում ուղարկված դեռևս չծախսված գործարքների չեկերը կամ թվային մնացորդները։ Պատկերավոր ասած, երբ դուք խանութում գնում եք 12,000 ապրանք և վճարում եք 20,000-անոց թղթադրամով, հետ եք ստանում 8,000 դրամ, որը պահվում է առանձին։ Այսպիսով, բիտքոյնում չկա մեկ ընդհանուր հաշվեկշիռ մնացորդ, այլ կան բազմաթիվ չծախսված թվային փողի մնացորդներ։ Տրամաբանությունը կառուցված է գործարքի շուրջ, և բիտքոյնը այս առումով կոչվում է թվային վճարման փող։ Էթերիումը գործում է հաշվեկշռի մոդելով, և յուրաքանչյուր օգտատեր ունի բանկի նման միասնական հաշվեկշիռ։ Էթերիումը ընտրել է այս մոդելը, որովհետև այն նախագծվել է որպես ծրագրավորվող հարթակ սմարթ կոնտրակտների և թվային ակտիվների ենթակառուցվածք։ Երրորդը՝ կրիպտոգրաֆիկ անվտանգությունը, թվային ստորագրություններ և SHA-256 համակարգը։ Յուրաքանչյուր գործարք պաշտպանված է կրիպտոգրաֆիկ,
գործում է երկու բանալիների հանճարեղ համակարգը։ Հանրային բանալին public key, որը պատկերավոր ձեր բաց հաշվեհամարն է, եւ անձնական բանալի private key, որը հանդիսանում է ձեր բացարձակ գաղտնի կոդը, գաղտնաբառը։ SHA 256 հեշավորման ալգորիթմը երաշխավորում է տվյալների ամբողջականությունը, այն ցանկացած ծավալի տեղեկատվություն վերածում է 64 նիշանոց եզակի թվային մատնահետքի։ Եթե բլոկչեյնի մեջ փորձ արվի փոխել թեկուզ մեկ ստորակետ, հեշը կտրուկ կփոխվի եւ համակարգը ակնթարթորեն կմերժային։ Հաջորդ, չորրորդ, կոնսենսուսի մեխանիզմն է։ Proof of work աշխատանքի ապացույց։ Սրանով ցանցը առանց կենտրոնական համակարգի սերվերի որոշում է, թե որ գործարքն է ճիշտ, որը սխալ։ Մասնակից մայներները իրենց համակարգիչների հզորությամբ լուծում են բարդ մաթեմատիկական խնդիր։ Խնդրի ճիշտ լուծման համար ցանցը մայներին տալիս է նոր բլոկ, պարգևատրում բիտքոինով։ Սա վստահության խնդրի լուծումն է նյութական էներգիայի շատ մեծ ծախսով։ Համակարգի խաբելը անիմաստ է, քանի որ կեղծիքի համար կպահանջվի ավելի շատ էներգիայի ծախս, որը կփոշիանա, իսկ ազնիվ աշխատանքը կպարգևատրվի երաշխավորված պարգևատրումով։ 5-րդ մեխանիզմը բիտքոինի կոդում ներդրված է ալգորիթմիկ ավտոմատ կարգավորման համակարգը գործում է ավտոմատ համահարթեցման սկզբունք, անկախ նրանից, քանի համակարգիչ է մասնակցում մայնինգին, նոր բլոկի ծնունդը պետք է տևի միջինում 10 րոպե։ Եթե հզորությունը կտրուկ աճում է եւ բլոկները սկսում են ծնվել ավելի արագ, ալգորիթմը յուրաքանչյուր 2016-րդ բլոկը 1 բարձրացնում է մաթեմատիկական խնդրի բարդությունը։ Եթե հզորությունը ընկնում է, խնդիրը հեշտանում է։ Բացառվում է մարդկային սուբյեկտիվ միջամտությունը։ Երաշխավորվում է բիտքոինի էմիսիայի կայունությունը։ Մայնինգը պետք է դիտարկել 3 հիմնական հարթություններով՝ տնտեսագիտական, տեխնիկական եւ ռիսկայնության առումով։ Տնտեսագիտական մոդելը եկամուտը ձևավորվում է երկու բաղադրիչից։ Առաջինը բլոկի պարգևատրումն է յուրաքանչյուր նոր բլոկի համար, երկրորդը գործարքների միջնորդավճարն է։ Տրվում է օգտատերերի տրանզակցիաները իրենց բլոկի մեջ ներառելու համար։ Մայնինգը կարելի է սահմանել որպես բիտքոինի ձեռքբերում ինքնարժեքից բարձր արժեքով։ Գործընթացը շահութաբեր կլինի այն դեպքում, եթե բիտքոինի շուկայական գինը բարձր լինի մայնինգի ինքնարժեքից, որն էլ իր հերթին ներառում է կապիտալ եւ օպերացիոն ծախսերը։ 6-րդ, շատ կարևոր, կարգավորման եւ հաշվառման ապակենտրոնացված կառուցվածքը։ Բիտքոինի տնտեսությունը հենվում է բաց կոդի եւ բաշխված գրանցամատյանի վրա։ Ոչ մի պետություն չի կարող տպել լրացուցիչ բիտքոիններ եւ ոչ մի բանկ չի կարող սառեցնել ձեր գործարքները, քանի որ հաշվառումը իրականացվում է ոչ թե մեկ կենտրոնում, այլ միաժամանակ աշխարհով մեկ սփռված հազարավոր անկախ նոդերի կողմից։ Այժմ, հարգելի հեռուստադիտող, եկեք պարզաբանենք մի խնդիր, որը շատերի համար անհասկանալի է։ Խոսքը երկու տարբեր արժույթների՝ բիտքոինի եւ բիտքոին քեշի մասին է։ Դրանք բոլորովին տարբեր արժույթներ են իրենց հասցեներով։ Ինչու առաջացավ այս բաժանումը։ 2017 թվականին համայնքում մեծ վեճ ծագեց մասշտաբայնության շուրջ։ Գաղափարական այս պատերազմի արդյունքում տեղի ունեցավ fork կամ ճյուղավորում։ Բունտ բիտքոինը որոշեց մնալ որպես թվային ոսկի արժեքի պահպանման միջոց, պահպանելով բլոկի փոքր 1 մեգաբայթ չափսը, հանուն բացարձակ ապակենտրոնացման։ Իսկ արագության հարցը տեղափոխվեց երկրորդ շերտ։ Bitcoin Cash-ը ընտրեց թվային կանխիկի ճանապարհը։ Նրանք մեծացրին բլոկի չափսը մինչև 32 մեգաբայթ, նպատակ ունենալով գործարքները արագացնել հենց առաջի շերտում։ Հարկ է անդրադառնանք մայնինգի եւ վճարման գործարքների տևողությանը։ Տեխնոլոգիական նրբություններ կան այստեղ։ Մայնինգի առումով թե Bitcoin-ը եւ Bitcoin Cash-ը
Բլոկի ստեղծման միջին ժամանակը նրանց համար նույնն է 10 րոպե, սակայն հսկայական տարբերություն կա վճարային գործարքների և մայնինգի միջև։ Բիտքոյնի ցանցում բլոկները փոքր են, արագ լցվում են և գործարքները ծանրաբեռնվածության պահին երկար մնում են ճակերտավոր սպասասրահում։ Ցանցի թողունակությունը սահմանափակ է՝ վայրկյանում 7-ից 10 գործարք։ Bitcoin Cash ցանցում շնորհիվ հսկայական 32 մեգաբայթանոց բլոկի տարածությունը միշտ ազատ է, և թողունակությունը հասնում է 50-ից 120 գործարք վայրկյանում։ Սա թույլ է տալիս կիրառել զրոյական հաստատման մեխանիզմը, քանի որ կրկնակի ծախսման ռիսկը առաջին վայրկյաններին մաթեմատիկորեն զրոյանում են։ Խանութներում, սրճարաններում վճարումը համարվում է ընդունված ընդամենը 10-ից 30 վայրկյանում, ապահովելով ակնթարթային և գրեթե անվճար գործարքներ։ Տեխնոլոգիայի մեջ չկան կատարյալ լուծումներ, կան միայն փոխզիջումներ։ Այս ամենը մեզ հանգեցնում է կրիպտոտնտեսության ամենամեծ մարտահրավերներից մեկին, որը Ethereum-ի ճարտարապետներից մեկը Վիտալիկ Բուտերինը անվանել է բլոքչեյն տրիլեմա կամ անհնարին եռամիացնություն։ Ըստ այսօրինաչափության ոչ մի բլոքչեյն չի կարող միաժամանակ ապահովել 3 հայտանիշներ՝ առավելագույն անվտանգություն, բացարձակ ապակենտրոնացում և բարձր մասշտաբայնություն։ Եթե ցանցը չափազանց արագ է գործում, նշանակում է ավելի քիչ վավերացնողներ, խնդիրը պահանջում է փոխզիջում, ինչպես դա եղավ Bitcoin Cash-ում։ Վերադառնալով Bitcoin-ին, հարկ է նշել, որ այն ընտրեց առավելագույն անվտանգության և ապակենտրոնացված ուղին, դառնալով $1.2 տրիլիոն հսկա, իսկ Bitcoin Cash-ը զոհաբերեց ապակենտրոնացման մի մասը հանուն արագության և էժան ամենօրյա վճարումների։ Bitcoin-ի անդրդվելի անվտանգությունը ունի իր տեխնոլոգիական գինը՝ մասշտաբայնության խնդիրը։ Քանի որ յուրաքանչյուր բլոկի չափը սահմանափակ է 1 մեգաբայթով, բլոքչեյնի առաջին շերտը ի վիճակի է վայրկյանում կատարել 7-10 գործարք։ Համեմատության համար նշենք, որ Visa վճարային համակարգում իրականացվում է վայրկյանում 24,000 և ավելի գործարք։ Ինչպես դառնալ համաշխարհային փող նման ցածր թողունակության պայմաններում։ Խնդրի լուծումը ունի տարբեր մոտեցումներ։ Segregated Finance առանձնացված վկա 2017 թվականին այս արդիականացումը Bitcoin-ի ներքին դիետան էր։ Գործարքի տվյալներից առանձնացվեցին կրիպտոգրաֆիկ ստորագրությունները և դրանք տեղափոխվեցին բլոկի հատուկ կողմնակի շերտի վրա։ Ազատվեց բլոկի հիմնական տարածությունը, թողունակությունը բարձրացավ մինչև 4 մեգաբայթի։ Մյուս լուծումը շարդինգն է, մասշտաբայնության հորիզոնական մոդելը։ Շարդինգում մեկ միասնական բլոքչեյնը բաժանվում է հարյուրավոր անկախ զուգահեռ աշխատող փոքր շղթաների՝ շարդերի։ Ցանցի համակարգիչները կարիք չունեն ներբեռնելու և ստուգելու բլոքչեյնի ամբողջ տվյալները։ Յուրաքանչյուր նոդ գծվում է միայն կոնկրետ շարդի և ստուգում դրա գործարքները։ Պատկերացրեք հսկայական սուպերմարկետ, որը մեկ դրամարկղի մեծ հերթը բաժանում է 64 տարբեր դրամարկղերի միջև, որոնք ակնթարթորեն զուգահեռ սպասարկում են հազարավոր հաճախորդների։ Եվ մյուս կարևոր լուծումը Lightning Network-ն է, երկրորդ շերտը։ Սա մասշտաբայնության լուրջ հաղթանակներից է։ Գաղափարը՝ յուրաքանչյուր փոքր գործարք պետք չէ գրել հիմնական բլոքչեյնում։ Օգտատերերի միջև բացվում են առանձին վճարային խողովակներ, ակնթարթորեն, անվճար և անսահմանափակ ծավալով կատարվում են միլիոնավոր միկրոգործարքներ, և միայն խողովակը փակելիս վերջնական հաշվեկշիռը մեկ գրառումով ուղարկվում է գլխավոր բլոքչեյն։ Սա Bitcoin-ի համար ապահովեց գործարքների կտրուկ աճ։ Bitcoin-ի անցած ուղին պայմանական կարելի է բաժանել մի քանի փուլերի։ Առաջինը 2008-2012 թվականներ, Bitcoin-ի ծնունդն ու ձևավորումը։ 2009-ին գործարկվեց Bitcoin-ի Genesis բլոկը։
2010 թվականին կատարվեց առաջի գործարքը 10,000 բիտկոյնով գնված ընդամենը 2 պիցա, երկրորդ փուլ 2013-15 թվականներ մեծ աճ և ճգնաժամ 2014 թվականին սնանկացավ բիտկոյն ամենամեծ բորսան Magic the Gathering Online Exchange-ը, որտեղ կատարվում էր համաշխարհային գործարքների մոտ 70%։ Հակերները գողացան մոտ 850,000 բիտկոյն, շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։ Սա բիտկոյնի պատմության առաջին ամենամեծ ճգնաժամն էր, բայց բիտկոյնը համառորեն գոյատևեց։ Բորսաների, հակերային հարձակումների խնդրին մենք առանձին կանդրադառնանք ու կպարզաբանենք։ Երրորդ փուլ 2016-2022 թվական թվային կրիպտոների հրապարակային առաջարկը Initial Coin Offering, որը շատ նման է արժեթղթերի IPO-ին։ Դրանք, սակայն, ունեն տնտեսական ու իրավական որոշակի տարբերություններ։ Վերը արդեն նշվեց, որ 2017 թվականին Bitcoin Cash-ի առաջացման մասին և նույն թվականին 2017-ին դեկտեմբերին կարգավորողի առաջին անգամ թույլատրվեց Bitcoin-ի Futures գործարքները։ 2019-22 թվականները Bitcoin-ը ձեռք բերեց ինստիտուցիոնալ ճանաչում, ընկերություններն ու ինստիտուցիոնալ ներդրողները մոտ գործեցին Bitcoin, այդ թվում Tesla-ն և այլ ընկերություններ։ Հարկ է նշել 2022 թվականի նոյեմբերի 2-ի կրիպտոզմեռը, երբ փլուզվեց աշխարհի խոշորագույն կրիպտոբորսաներից մեկը FTX-ը, այն բորսայի ղեկավարի հանցավոր գործարքի արդյունք էր։ Bitcoin-ի ձախողումը չէր, ցանցը աշխատում էր անխափան և հուսալի։ Արդի չորրորդ փուլը սկսվել է 2023 թվականից, կարգավորման և հասունության փուլն է։ 2024 թվականին ԱՄՆ-ի կարգավորող SEC-ը հաստատեց սփոթ բիտկոյնների գործարքը։ Վերը նշեցինք, որ 2017 թվականին թույլատրվել էին Futures գործարքները։ Սա նշանակում է, որ Bitcoin-ը անկաշկանդ խաղում է ֆինանսական շուկաներում, դասական գործիքներով և բոլոր հարթակներում։ 2025 թվականի հոկտեմբերի 6-ին Bitcoin-ը արձանագրեց պատմական առավելագույն գինը՝ $126.2 և այնուհետև պայմանավորված բարձր տատանողականությամբ և շուկայական այլ գործոններով 2026-ի ընթացքում իջավ մոտ $60 մակարդակի։ Չնայած դրան, Bitcoin-ը միջազգային ֆինանսական շուկաներում ամրագրել է իր թվային ոսկու կարգավիճակը։ Ամփոփելով արձանագրենք. Bitcoin-ը պարզապես նոր արժույթ չէ, այն ֆինանսական վստահության նոր ճարտարապետություն է, որտեղ խաղականոնները սահմանված են ոչ թե քաղաքական վերնախավի կողմից, այլ անաչառ կոդով։ Արդեն այսօր Bitcoin-ը փոխել է աշխարհի ֆինանսական մտածողությունը։ Եկեք ամփոփենք, արձանագրենք Bitcoin-ի ճարտարապետության հենասյուները։ Առաջին՝ թափանցիկություն, յուրաքանչյուր գործարք բոլորի համար բաց է և տեսանելի։ Երկրորդ՝ անփոփոխելիություն, գրանցված տվյալները գրեթե անհնար է փոխել կամ ջնջել։ Կեղծանունություն, գործարքները կապված են ոչ թե անունների, այլ թվային հասցեների հետ։ Անվտանգություն, կրիպտոգրաֆիան պաշտպանում է ցանցը հարձակումներից։ Ապակենտրոնացում, տվյալները պահպանվում են ոչ թե մեկ սերվերում, այլ ցանցի հազարավոր համակարգիչների վրա։ Շնորհակալություն մետադարաշրջանին մեզ հետ լինելու միասին։ Մեր ամփոփող կարգախոսն է թվային խոսքի իշխանություն։ Առողջ եղեք, կհանդիպենք։